Վահանագեղձի վիրաբուժական բուժման նորագույն մեթոդները։ Էնդոսկոպիկ վահանագեղձի հեռացում, էկտոմիա, աքսիլար մուտքով։ Էնդոսկոպիան էնդովիրաբուժությունում կիրառվում է արդեն շուրջ 15 տարի եւ անընդհատ զարգանում է։ Կան մի քանի մեթոդներ, որոնք հիմնականում վիդեոասիստենտ վիրահատություններ են եւ կատարվում են պարանոցի վրա արված փոքր կտրվածքների միջոցով։ Եվ միայն տրանսաքսիլար թիրեոիդեկտոմիան վահանաձև գեղձի հեռացումը կատարվում է բիմամար աքսիլար մուտքով, որի ժամանակ կտրվածք չի արվում ոչ պարանոցի, ոչ էլ կրծքավանդակի դիմային պատի շրջանում, եւ որի ժամանակ կիրառվում է էնդոսկոպիկ վիրահատության գազային մեթոդ, որն ապահովում է անթերի կոսմետիկ էֆեկտ համեմատած այլ վերնշված մեթոդների հետ։ Տրանսաքսիլար թիրեոիդեկտոմիայի ժամանակ էնդովիդեո վիրահատական գործիքները թույլ են տալիս իրականացնել 3 միկրոկտրվածք, մուտք աջ թևատակի շրջան, գործիքի տրամագիծը 10 մմ, մուտք աջ եւ ձախ կաթնագեղձի արեոլի վերին մասի սահմանի շրջան, գործիքի տրամագիծը 5 մմ, ընդ որում գործիքի մուտքը իրականացվում է առանց կաթնագեղձերի հետ շփման։ Ընդհանուր անզգայացմամբ արվում են կտրվածքներ թևատակի շրջանում կես սանտիմետր, որտեղից մաշկի տակով դեպի պարանոց են դուրս բերվում տեսախցիկներ եւ ուլտրաձայնային դանակ, որոնց օգնությամբ կատարվում են էնդոսկոպիկ վիրահատություններ վահանագեղձի եւ հարվահանագեղձի վրա։ Տվյալ վիրահատական միջամտության մեթոդը թույլ է տալիս ապահովել առաջինը՝ անթերի կոսմետիկ էֆեկտ, երկրորդ՝ բազմակի անգամ վիդեո խոշորացում, որը թույլ է տալիս ավելի պարզ տարբերակել անատոմիական էլեմենտները, հարվահանաձև գեղձերը, նյարդերը, անոթները եւ այլ անատոմիական կառուցվածքներ։ Այս տեխնոլոգիան շնորհիվ իր նվազագույն վնասվածքի եւ արագ վերականգնման ճանաչված է ամբողջ աշխարհում վահանագեղձի վրա կատարվող վիրահատական միջամտության առավել արդյունավետ մեթոդ։ Էրեբունու բժշկական կենտրոնի էնդոկրին վիրաբուժության բաժանմունքում բաժանմունքի ղեկավար Բժիշկ Մխիթարյանի ղեկավարությամբ կատարվել են 5 հաջող վիրահատություն վահանագեղձի վրա տրանսաքսիլար եղանակով։ Հարկ է նշել այն փաստը, որ այդ կարգի վիրահատություններ Հայաստանում Էրեբունի բժշկական կենտրոնում կատարվել է առաջին անգամ։ Վահանագեղձի վրա կատարված աքսիլար մուտքով վիրահատական միջամտության նոր մեթոդի ներմուծումը թույլ տվեց խուսափել կոսմետիկ հետվիրահատական դեֆեկտից, նվազեցնել հետվիրահատական բարդությունների աստիճանը, հատկապես կրծքավանդակի դիմային պատի կապտուկը, նաև ապահովել հիվանդի վաղ հետվիրահատական շրջանում առօրյա ապրելակերպին անցումը։